Պարոն Քոչարյան, նախ դատապարտյալների հիվանդանոց հասկացությունը, որ շարունակում է ստեյության, ճիշտ է լուծարվել է այս հիմնարկը, բայց շարունակում է օգտագործել այս արտահայտությունը։ Ու խոսում ենք մենք կալանավորվածների մասին, որ դատապարտված չեն։ Եվ վստահ եմ, այդ 2900-ից ձեր թվարկած մեծամասնությունը հենց ժամանակավոր անազատության մեջ գտնվող, այսինքն կալանավորված անձինք է, որ նշում եք, որ գտնվում են հիվանդանոցային պայմաններում։ Նախ ստեղ հստակեցնենք, էլի, դուք ասում եք պատժի նպատակից շեղվում է, երբ որ տեղափոխում են հիվանդանոց։ Այսինքն ստացվում է, որ կալանավորումը պատժի նպատակ է հետապնդել, որ հիմա այդ հիմնավորումն եք բերում, ասում եք այն բանում արմավիր քրեակատարողական հիմնարկում ավելի պայմանները խիստ են եւ այլն եւ այլն։ Կալանավորման նպատակը պատիժ չի ենթադրում, եթե որպես խափանման միջոց է կիրառվել։ Ոնց է այդ համեմատությունը կամ այդ հիմնավորումը բերում, մեկ սա, երկրորդը ակնհայտ է, որ բազմաթիվ դեպքերում պարզապես հնարավորություն չկա, այդ մասնագիտական կարողությունն էլ չկա կամ պահանջում է ավելի խիստ մասնագիտական մոտեցում անազատության մեջ գտնվող անձանց բուժումը կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, կարգավորման տեսակետից ոնց եք դուք պատկերացնում խիստ մասնագիտական կամ ծանր դեպքերի պայմաններում քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Ես խնդրեմ ստեղ բարձրաբանում մի քիչ լինի, որովհետև մենք բազմաթիվ դեպքեր նաև ունենք ինֆորմացիայի տեսքով, որ քրեակատարողական հիմնարկում այդ պատշաճ բանը չկա, բուժանձնակազմը չկա, սարքավորումը չկա, հետազոտության պարագաները չկան, բուժման երկարատև կազմակերպելու բանը չկա, հիմա այս առումով ոնց է լուծումը տրվում։ Եվ ի վերջո ես հիշում եմ, որ երբ որ քննարկում էր դատապարտյալների հիվանդանոցը լուծարելու հարցեր, կարծում եմ ազնաժողովի բոլոր անդամներն այստեղ են կհիշեն, այնտեղ խոսում էր լրիվ ուրիշ մեխանիզմի մասին։ Խոսում էր առանձին մի հատ շատ ավելի որակյալ, լուրջ հաստատություն ստեղծելու մասին, որը պիտի ժամանակակից առողջապահական, բժշկական հմտություններով, սարքավորումներով հագեցած լիներ։ Հիմա ստացվում է այն ժամանակ, որ լուծանում եք այլ հիմնավորումը, հիմա վերել եք ընթացքում փոխում եք հիմնավորումը, ասում եք չէ, ամեն հաստատությունում կստեղծվի մի հատ առանձին, որը իմ խորին համոզմամբ չի էլ կարող այդ պրոֆեսիոնալ եւ որակյալ ծառայությունը ենել, եթե լինի, այո։ Հիմա ուզում եմ նաև այս փոփոխության բանը հասկանալ, տրամաբանությունը։ Երբ որ լուծարում ենք այլ հիմնավորում ենք բերում, հիմա բերել ենք մի հատ ուրիշ մոտեցում։ Ընդհանրապես, բարոյեք, պարոն Նեսյանի մտահոգությունները։ Ըստեյության երկու հարց։ Ես ասացի, որ հիվանդանոցային պայմաններում եւ առհասարակ բժշկական օգնություն ստանում են եւ դատապարտյալները եւ կալանավորված անձինք։ Բայց դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը, քանի որ դա եղել է քրեակատարողական հիմնարկ, այսինքն այդ բային գործող 10 քրեակատարողական հիմնարկներից մեկը։ Այդ քրեակատարողական հիմնարկում չեն եղել բոլոր այն ռեժիմները, ինչ որ առկա են մյուս քրեակատարողական հիմնարկներում, օրինակ անձիկ կալանքը կրում են այլ ռեժիմով, ազատազրկումը կրում են մի շարք այլ ռեժիմներով։ Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը, բայց սա չի նպատակը եղել դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գործունեության դադարեցման նպատակը եղել է, քանի որ դա իր պայմանները չեն բավարարել միջազգային չափանիշներին, այսինքն ոչ շենքային պայմանները, ոչ սարքավորումներով կարող դա համալրվածությունը չեն բավարարել որևէ ուրեմն միջազգային ստանդարտներին։ Բոլոր այցելությունների ժամանակ, թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների, թե միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելությունների ժամանակ այս խնդիրը արձանագրվել է եւ կառավարությունը ստանձնել է այդ պարտավորությունը, որպեսզի ձևավորի նոր համալրված եւ պատշաճ պայմաններ ունեցող հիվանդանոցային կարողություն։ Դա դուք ներկայացնում եք, որ պետք է լիներ առանձին հիվանդանոց, ինչպես եղել է օրինակ դատապարտյալների հիվանդանոցը, բայց
բուժ օգնություն ստացողի համար կարևորը այն չէ, թե ինքը առանձին ինչ որ կառույցում, առանձին շենքում այդ բուժ օգնությունը կստանա, թե ինչ որ շենքին կից առանձին, ուրեմն մասնաշենքում այդ բուժ օգնությունը կստանա։ Առավել եւս, երբ նշեցի, որ արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվում են Հայաստանի Հանրապետության ազատազրկված անձանց մոտ կեսը եւ զուտ լոգիստիկ տեսանկյունից արագ բժշկական օգնություն ստանալու տեսանկյունից շատ ավելի հարմար է եւ արդյունավետ է, որպեսզի այդ հիվանդանոցային նաեւ բժշկական օգնություն մատուցող ստորաբաժանումը լինի մոտիկ։ Դրանով է պայմանավորված եղել հենց արմավիրում այդ ստորաբաժանումը ստեղծելը։ Ինչ վերաբերում է, որ նախատեսված է եղել, որ նորագույն տեխնոլոգիաներով, նոր սարքավորումներով, ես ձեզ էլ բոլոր ցանկացողներին էլ սիրով հրավիրում եմ այցելություն կատարենք Արմավիր քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային մասնաշենք եւ դուք ինքներդ կհամոզվեք, որ այն ինչի մասին որ խոսվել է, դա իրականացվել է։ Առանձին չի, դա Արմավիր քրեակատարողական հիմնարկի տարածքում է, դրա ստորաբաժանում է, բայց ըստ էության ինքը առանձնացված մասնաշենք է այո։ Արձագանք եք խնդրեմ։ Պարոն Քոչարյան, ոչ թե ես եմ ասում առանձին, այդ հիմնավորումն է եղել, ձեր հիմնավորումն է եղել առանձին։ Նկատի ունեմ հաստատության, նախարարության հիմնավորումն է եղել այն ժամանակ, որ առանձին պիտի կազմավորվի։ Այսինքն ոչ թե դա ես եմ այդպես ցանկացել լսել, այլ այդպես է եղել հիմնավորումը։ Երկրորդը, դուք նշում եք արագ բուժօգնություն ստանալու, արագ, այսինքն առաջին բուժօգնության մասին չի խոսքը, պարզ է, բնական է, որ բոլոր այդ հաստատություններում պիտի լինի պոլիկլինիկական ծառայություններ, որոնք արագ կազմակերպեն առաջին բուժօգնության եւ այլն։ Խոսքը գնում է երկարատև կամ միջին տևողության, բայց նաեւ բարդ լուծումներ ենթադրող հիվանդությունների բուժման մասին։ Ասենք գրիպի մասին չի խոսքը գնում էլի, ընդ որում գրիպն էլ կարող է իհարկե ծանր լինի, եթե այլ տվյալները դրան են տանում։ Խոսքը գնում է այնպիսի հիվանդության մասին, որը ունի բացասական զարգացման շատ ավելի մեծ միտում կամ կանխարգելումը շատ ավելի կարևոր է եւ պահանջում է արագ միջամտության եւ մի քիչ երկարատև բուժման անհրաժեշտություն։ Սա մասն է խոսքը գնում։ Եվ վերջինը, տեսեք, մենք այն ժամանակ էլ, եթե ես չեմ սխալվում, հանձնաժողովի անդամները երևի կհիշեն, խոսում էինք կառավարման համակարգի մասին, ի վերջո, այս հաստատությունը, այս անձնակազմը, բժշկական անձնակազմը ում է ենթարկվելու։ Առողջապահության նախարարության համակարգում ենք գործելու, թե քրեակատարողական հիմնարկի անմիջական ղեկավարության տակ է եւ ինչպես այդ մասնագիտական լուծումը տրվելու, ինչպես են համադրվելու դրանք։ Հիմա մենք ունենք, չէ, բազմաթիվ դեպքեր, երբ որ մարդիկ դժգոհում են, բողոքում են քրեակատարողական հիմնարկներում, որ ասում են պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում։ Այս հարցին պետք է ի սկզբանե մենք կարողանանք այնպիսի լուծում տալ, որ եթե խոսքը գնում է մարդու առողջության մասին, այստեղ պետք է գերակշռող լինի առողջապահության ոլորտը, որտեղ ինքն է պատասխանատուն դառնում մարդու առողջության պահպանման ուղղությամբ քայլեր իրականացնել, այլ ոչ թե ադմինիստրատիվ այն համակարգը, որը քրեակատարողական ծառայությունն է ընդամենը մատուցում։ Կարծա բացատրեմ։ Միջով պարոն Քոչարյանը փոխանցել է դրա համար կատարողական դատապարտությունների հիվանդանոց պոակը ըստ էության տեղափոխվեց արտադրության նախարարության վերահսկողությունից առողջապահության նախարարություն, այսինքն պոակը դիտարկվում է որպես առողջապահության նախարարության կողմից ստեղծված գործող հիմնարկ։ Ընտրեմ պարոն Քոչարյան։ Շնորհակալություն պարոն Վարդան։ Պարոն Մինասյան, տեսեք, նախ հիմնավորման մասով ես այդքան լավ չեմ պատկերացնում ինչ հիմնավորման մասն է խոսքը։ Ես գիտեմ, որ տարիներ շարունակ դատապարտյալների հիվանդանոցի փակման վերաբերյալ դիսկուրսը շարունակվել է եւ դրա անհրաժեշտությունը, քանի որ շուտվանից է արկա եղել եւ համոզված եմ, որ տարբեր քննարկումներ եղել են տարբեր հիմնավորումներով։ Բայց տարբեր սենյակներում վստահեցնում եմ ձեզ,
Բայց մենք ունենք երկու հիմնավորում ընդամենը։ Մենք ունենք կառավարության որոշում դատապարտյալների հիվանդանոցը փակելու վերաբերյալ, որը 2025 թվականի հոկտեմբերին է կայացվել, որը ունի իր հիմնավորումը, որտեղ առանձին այն ինչ որ դուք ասում եք դրա մեջ չկա, եւ ունենք քրեակատարողական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ, որը այսօր քննարկում ենք, եւ սա էլ ունի իր հիմնավորումները։ Իսկ նախկինում ծավալված տարբեր ժամանակներում, տարբեր դիսկուրսների ընթացքում հնչած հիմնավորումները, նպատակները եւ այլն, ըստ էության այս նախագծի եւ սրան նախորդած կառավարության որոշման հետ մեծ հաշվով կապ չունեն իրավական առումով։ Այո, ըստ էության բոլորի հիմքում դրված է եղել դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի փակման գաղափարը, բայց տարբեր շրջաններում գուցե տարբեր տեսլական են եղել կամ իրարից որոշակիորեն տարբերվող տեսլականներ են եղել, ամեն դեպքում պետությունը կառավարությունը ընտրել է այն տարբերակը, որը ես ձեզ ներկայացրեցի։ Սա հիմնավորման մասով, կարողությունների մասով նախորդ ձեր հարցին ես բաց թողեցի դրանով այդ հարցով անդրադառնամ, տեսեք բոլոր քրեակատարողական հիմնարկներում մենք ունենք այդ բժշկական ստորաբաժանումները։ Մենք արմավիրում նախկինում դատապարտյալների հիվանդանոց, ներկայումս արմավիրում ունենք երկարատև բժշկական օգնություն պահանջող հիվանդանոցային, ուրեմն բուժում պահանջող հիվանդների համար նախատեսված հիվանդանոցային ստորաբաժանումը, բայց եւ նախկինում եւ ներկայումս կան դեպքեր, լինում են եւ կլինեն դեպքեր, երբ որ հնարավոր չէ նույնիսկ այս մեր ունեցած հիվանդանոցային պայմաններում համապատասխան այդ պահանջվող բուժօգնությունը ուրեմն մատուցել։ Այս դեպքերում բժշկի համապատասխան ցուցումով անձին, լինի դա կալանավոր թե դատապարտյալ, տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց, այն բժշկական հաստատություններ, գիտեք, բոլորովին վերջերս էլ նման դեպքեր եղել են, հնչեղություն ստացած եւ այլն։ Այնպիսի հաստատություններ, որտեղ արկա են այդ հնարավորությունները։ Սա այն դեպքերում, երբ հնարավոր չէ, ուրեմն մեր կարողություններով համապատասխան բժշկական սպասարկումը իրականացնել։ Կառավարման համակարգի հետ կապված ուղղակի հավելում եմ պարոն Վարդանյանի ասացի, այո, մինչև այս վերջին փոփոխությունները մի որոշ ժամանակ առաջ այդ փոփոխությունը կատարվել է նախկինում, երբ բժշկական սպասարկում իրականացնող ՊՕԱԿ-ը գործել է Արդարադատության նախարարության ենթակայության ներքո, հենց ձեր բերած հիմնավորում, ձեր նշած հիմնավորումների հիման վրա ուրեմն ենթակայությունը փոխվել է եւ ներկայումս քրեակատարողական բժշկական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործում է առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Բացի այդ նաև որոշակի ազատազրկված անձիկ ունենք, ովքեր որ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում են գտնվում, նորից գործում է առողջապահության նախարարության ենթակայությամբ, այսինքն բոլոր մասնագիտացված ծառայությունները բժշկական իրականագործում են առանձին կազմակերպությունների կողմից, որոնք գործում են առողջապահության նախարարության ներքո։ Ինչ վերաբերում է քրեակատարողական ծառայությունը ընդհանրապես ապահովում է պահպանությունը, անվտանգությունը, ուղեկցումները եւ այլն։ Բուժ սպասարկման հետ որևէ առնչություն չունի եւ բուժ սպասարկման որակի հետ քրեակատարողական ծառայությունը եւ արդարադատության նախարարությունը որևէ առնչություն չունի, լինի դա լավը կամ վատը, գովելի թե ուրեմն դժգոհությունների տեղ տա։